Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է սիրված երգչուհի Ալա Լևոնյանի հայրը։ Տխուր լուրը երգչուհին հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում, տեղեկացնելով նաև հոգեհանգստի և հուղարկավորության օրերի ու ժամերի մասին։ Սա անդառնալի կորուստ է ոչ միայն ընտանիքի, հարազատների և մտերիմների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում ու հարգում էին նրան որպես ընտանիքի նեցուկ, արժանապատիվ մարդ և հոգատար հայր։ Ծնողի կորուստն այն ցավերից է, որը բառերով հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել։ Դա խորը վերք է, որը ժամանակի ընթացքում միայն սովորեցնում է ապրել հիշողությունների հետ, բայց երբեք ամբողջությամբ չի բուժվում։ Հայրը յուրաքանչյուր ընտանիքի համար հենասյուն է, ուժի ու վստահության աղբյուր, իսկ նրա բացակայությունը միշտ զգացվելու է ամեն քայլափոխի։ Ալա Լևոնյանը տարիներ շարունակ իր երգով, ձայնով և բեմական ներկայությամբ ուրախություն ու հուզմունք, ջերմություն է պարգևել հազարավոր մարդկանց։ Այսօր նրա ցավը դարձել է նաև մեր ցավը, քանի որ սիրված արվեստագետի վիշտը չի կարող անտարբեր թողնել նրա հանդիսատեսին ու երկրպագուներին։ Նման պահերին հատկապես զգացվում է մարդկային համերաշխության, աջակցության և ջերմ խոսքի կարիքը։ Թող Աստված լուսավորի հանգուցյալի հոգին, ընդունի նրան իր հավիտենական խաղաղության մեջ և շնորհի երկնային հանգիստ։ Թող նրա անցած կյանքի ճանապարհը հիշվի բարությամբ, իսկ թողած հետքը մնա ընտանիքի սրտերում որպես ջերմ հիշողություն, խորհուրդ ու արժեք։ Նրա հիշատակը կապրի իր զավակների, թոռների և բոլոր նրան ճանաչողների մտքերում ու աղոթքներում։ Խորին ցավակցություն ենք հայտնում Ալա Լևոնյանին, նրա ընտանիքին, հարազատներին և նրա մերձավորներին այս ծանր ու անդառնալի կորստի կապակցությամբ։ Մաղթում ենք ուժ, համբերություն և հոգեկան տոկունություն այս դժվար օրերը հաղթահարելու համար։ Թող ընտանիքը շրջապատված լինի սիրով, աջակցությամբ և մարդկային ջերմությամբ, իսկ վիշտը ժամանակի ընթացքում մեղմվի, վերածվելով լուռ, բայց լուսավոր հիշողության։ Սիրելի ընկերներ, ցավով տեղեկացնում եմ, որ կյանքից հեռացել է հայրս Ժորա Լևոնյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին ժամը 17:00-ից քաղաք Վեդի, փողոց Եղյան 3 կոտորակ 2 հասցեում, հուղարկավորությունը դեկտեմբերի 26-ին ժամը 13:00-ին նույն վայրից, գրել է Ալա Լևոնյանը։ Ալա Լևոնյանը հայկական շոու բիզնեսի ամենասիրված և ճանաչված երգչուհիներից է, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է որակյալ երաժշտության, նրբաճաշակ կատարումների և ուժեղ բեմական ներկայության հետ։ Նա այն արվեստագետներից է, ով կարողացել է իր ձայնով ու կերպարով գրավել տարբեր սերունդների սրտերը, պահպանելով հավատարմությունը իր ոճին և ազգային երաժշտական արժեքներին։ Ալա Լևոնյանը հայտնի է իր հզոր զգացմունքային ձայնով, որով նա կարողանում է փոխանցել ամենանուրբ ու խորը ապրումները։ Նրա երգերը հաճախ պատմում են սիրո, կարոտի, կյանքի փորձությունների, հավատարմության և մարդկային զգացմունքների մասին, ինչի շնորհիվ դրանք դառնում են շատերի կյանքի մի մաս։ Շատ երգեր տարիների ընթացքում դարձել են սիրված հիթեր, որոնք լսվում են թե ընտանեկան միջոցառումների, թե մեծ բեմերի վրա։ Երգչուհու արվեստում առանձնահատուկ տեղ ունի անկեղծությունը։ Նա միշտ ընդգծել է, որ բեմում հանդես գալն իր համար պարզապես աշխատանք չէ, այլ հոգեվիճակ, ապրում և պատասխանատվություն հանդիսատեսի առաջ։ Այդ իսկ պատճառով Ալա Լևոնյանը երբեք չի փորձել քայլել ժամանակավոր թրենդերի հետևից, նախընտրելով պահպանել իր անհատականությունն ու երաժշտական ձեռագիրը։ Բացի բեմական գործունեությունից, Ալա Լևոնյանը հանրության համար հայտնի է նաև որպես ընտանիքին նվիրված մարդ։ Նա հաճախ է խոսել ընտանիքի դերի, ծնողների դաստիարակության և նրանց աջակցության կարևորության մասին իր կյանքում։ Ալա Լևոնյանի կերպարը հանրության աչքում միշտ եղել է համեստ, զուսպ և արժանապատիվ։ Նա հազվադեպ է հայտնվել սկանդալների կենտրոնում և մշտապես փորձել է, որ իր մասին խոսեն իր արվեստով, ոչ թե աղմկահարույց թեմաներով։ Սա էլ հենց պատճառներից մեկն է, որ նա վայելում է լայն հարգանք ոչ միայն երկրպագուների, այլև գործընկերների շրջանում։ Այսօր, երբ երգչուհին ապրում է իր կյանքի ամենածանր փորձություններից մեկը, նրա շուրջը համախմբվել են հազարավոր մարդիկ իրենց աջակցությունն ու ցավակցությունը հայտնելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան մեծ տեղ ունի Ալա Լևոնյանը մարդկանց սրտերում ոչ միայն որպես երգչուհի, այլև որպես մարդ։
Ալա Լևոնյանը շարունակում է մնալ հայկական երաժշտական մշակույթի կարևոր ներկայացուցիչներից մեկն, ում անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու մարդկային կերպարը դեռ երկար կմնեն հանրության հիշողության մեջ։ Նրա կյանքն ու գործունեությունը վկայում են, որ իսկական արվեստը ծնվում է սրտից և ապրում է մարդկանց սրտերում անկախ ժամանակից ու դժվարություններից։ Ալա Լևոնյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 26-ին Արարատի շրջանի Աֆշար գյուղում, Հայաստանի վաստակավոր արտիստ է 2011 թվականից։ 1992 թվականին ավարտել է Աֆշարի միջնակարգ դպրոցը, 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հաճախել է Երևանի գրողների միության «Պիոներ» կանչ թերթի բողբոջ խմբակ։ Դպրոցական տարիներին հաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ։ 2003-ից 7 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ, էստրադայի բաժնում։